Այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Այս իշխանությունն իր գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումը ձախողել է, հետևաբար մնացածն առ ոչինչ է։ Այսօր իրավիճակը շատ բարդ է։ Աշխարհում կատարվող շատ երևույթների բացատրությունը հասկանալի չէ։ Խորքային գլոբալ հիմնային փոփոխություններ են տեղի ունենում հարի եւ նման խորհրդային միության փլուզմանը։ Փաստն այն է, որ այն մի փոփոխությունից մենք շահած դուրս եկանք։ Արցախյան հաղթանակով պսակեցինք մեր պետականության վերստեղծումը։ Հիմա այս մի փոփոխության շեմին ենք։ Եթե մի ժամանակ Հայաստանում կար ազգային գաղափար, մարդիկ պատմավեպեր էին կարդում եւ Արցախյան շարժումը մարմնավորվեց այդ գաղափարներով, այսօր ազգային գաղափարը նահանջել է, Փաշինյանի մնալն անհավատալի է։ Ազգայինի փոխարեն մեկ ուրիշ գաղափար է առաջ եկել, որն աննկատ եւ փափուկ է ներդրվել, դրա տեղը լրացրել է։ Մենք ներսում ենք պարտվել ինքներս մեզ, ոչ թե թուրքերին։ Պետք է հասկանալ ինչի դեմ պայքարել։ Փաշինյանին ասում են թուրք, բայց դա թույլ փաստարկ է, քանի որ եթե նա գար որպես թուրք, չէր հաղթի։ Ինքն ու թիմը եկել են փափուկ, գրավիչ գաղափարներով, այստեղ նաև գլոբալ ուժեր կան։ Ամբողջ վտանգն այն է, որ Փաշինյանը, նրա թիմն ու քարոզչությունը վտանգավոր ձևով ամեն օր մի նոր ու հակասական բան են ասում։ Դա տակտիկա է։ Մտքի դաշտը քանդված է Հայաստանում։ Նա ինչ ասես կարող է ասել։ Ծանր է Փաշինյանի ելույթներին հետևելը։ Նրա հիմնական քարոզչականություններից մեկն այն է, որ ազգայինը հակադրում է պետականին, իսկ դա շատ վտանգավոր է եւ հիմքից քանդում է հայոց պետությունը։ Ի վերջո Հայաստանն ազգային պետություն է։ Չարենցի ժամանակ դա կարելի էր անել, քանի որ ԽՍՀՄ-ում պետականն ու ազգայինը տարբեր էին, բայց ոչ այսօր։ Խորհրդային տարիներին ազգայինն ավելի նեղ գաղափար էր եւ հակադրվում էր պետականին։ Հայաստանում դա հնարավոր չէ, իսկ ասենք Միացյալ Նահանգներում հնարավոր է։ Ակնհայտ է, որ Հայաստանը քաղաքականապես հեռանում է Ռուսաստանից եւ թեքվում դեպի արևմուտք։ Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հաշվով ռուս-ամերիկյան պատերազմ է։ Մի կողմից Միացյալ Նահանգները, որը կորցնում է իր գերիշխանությունը, մյուս կողմից Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ մեզ համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանում մտավոր խավն ուզում է ազատություն եւ մարդու իրավունքներ, բայց դրա ջատագով Միացյալ Նահանգները մեր կողմից չէ, ոչ էլ ակնհայտ մեր դեմ է եւ մարդկանց դժվար է կողմնորոշվելը։ Քաղաքական դաշտը հայտնվել է թակարդի մեջ եւ ելքը կարող է գտնվել մտավոր դաշտում, որ Հայաստանը ոտնատակ չգնա։ Պետք է գնալ ոչ թե Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի, այլ սեփական շահի հետևից։ Համարվում է, որ պետության գլխավոր խնդիրը բարեկեցություն ապահովելն է, բայց Հայաստանի դեպքում դա ամենագլխավորը չէ։ Հայկական պետությունը պարզապես բարեկեցություն ապահովող չէ։ Վտանգավոր է, որ մարդկանց գիտակցության մեջ դրանք հակադրվել են, բայց դա գալիս է անկախության առաջին տարիներից։ Մեր անկախությունը, Արցախյան պատերազմը համընկան ԽՍՀՄ փլուզման եւ կապիտալիզմի հետ, եւ շատերն աղքատությունը դրան վերագրեցին։ Շատ մարդիկ չեն գիտակցում, որ մեր այսօրվա խնդիրը ոչ թե բարեկեցությունն է, այլ անվտանգությունը։ Մենք ոչ թե գոյաբանական, այլ պետության պահպանման խնդրի առաջ ենք, քանի որ եթե պետությունը վերանա, հայ ժողովուրդը դարձյալ կդառնա անպետություն մի ազգ։ Եթե գլխավոր խնդիրը ձախողել են, մնացած ամեն ինչը դառնում է առ-ոչինչ։ Միջին մարդու գիտակցության մեջ պարտադիր չէ, որ լինի պետության գաղափար, դրա համար կան էլիտաներ։ Սովորական մարդիկ պարտավոր չեն մշտապես մտածել պետության մասին, նրանք պարզապես ապրում են։ Հայ ազգը մի բան էլ շատ է մտածում պետության մասին, այդ իշխանությունը պետությունը հանգեցնում է բարեկեցությանը եւ հակադրում Արցախին։ Նիկոլ Փաշինյանը հարճ է։ Կներեք, որ ես անուն ազգանո դիմեցի, այդ թուրքի լամուկը հարճ է, հարճ։ Ուրիշ շանուն չեմ կարողանում տալ, իսկ հարճին ինչ ուզում հրամայում են, հարճը ինչ իրավունք ունի։ Ով հաղթել է, նա թելադրում է, կյանքի ուսմունքն ատենց, ոչ առաջինը, ոչ վերջին ինքը։ Ճիշտը այնա, որ ինքը պիտի դուրս գա, կամ մեկ ուրիշը, որը Ալիև հետ կարող է ինչ-որ միտեղ գոնե մի բանով հասկացնի, որ դա տես չի։ Պարտված մարդը ինչ պիտի խոսա, միտեղ ծեծված մարդը ինչ կարող է ասի, խոսած պիտի էլի ծեծեն, էլի։ Վախը ներսն է։ Մենք բոլորս այս 7 տարի անտեղի տեղը հույսեր ենք փայփայել եւ բոլորս ընտրել ենք երևի սխալ մարդու, եթե այդպես եմ կարծում։ Ըստ իս, որովհետեւ ինքը հայատյաց է։ Ինքը ինչը որ հայկական է, Հայաստան բառի հետ է կապված, հայ ժողովրդի հետ է կապված, ինքը ուզում է այդ ամեն ինչը վերացնի։ Ես ուրիշ պատճառ չեմ տեսնում։ Կամ էլ պայմանավորվածություն ունի, ինչ որ մեկը իրեն դրա համար է բերել այդ պաշտոնին։ Այսինքն Հայաստանը վերացնելու, որտեղ բոլոր քայլերը դրա մասին է խոսում։ Հիմա դա անում է շանտաժի հետևանքով, այսինքն իրեն վարկաբեկող ինչ-որ տեղեկություններ կա, որ կհրապարակվի, թե իրեն գնել են, գնելու համար վախենում է այդ ինֆորմացիան, չնայած դա էլ այլի շանտաժի հետևանք։ Բայց ամենայն դեպս ինքը ընդամենը ատում է այն ինչ հայ է ու հայկական է։ Իջև էս անկախությունը 90-ական թվականների Թուրքիայի նախագահ կար,
ասում էր իսուր տեղը ինչ է Ադրբեջանցիներում կռվում հայերի հետ։ Ասում մեկը 50 տարի հետո Հայաստանում հայ չի մնալու, դուք ամեն մեկը ունենալու եք 10 երեխա, իրանք հազիվ մի հատ են ունենում։ Ոնց որ ինքնաբերաբար այդ Հայաստանը կասնի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հիմա այդ քաղաքականությունը հետևելով Փաշինյանը ուրիշ ելք չունի։ Դրա համար ինքը թրքացել է եւ կատարում է թուրք պետությունների պահանջները։ Այստեղ մի հատ հնարավորություն կա, որ եթե ուկրաինական պատերազմը վերանա, Պուտինը իրան հավաքի եւ տեր կանգնի Հայաստանին, այդ ժամանակ արդեն նոր կարգավորի ամեն ինչ։ Այդ Փաշինյանի խնդիր մենք չենք ունենա։ Փաշինյանն ու Ալիևը ունեն նույն տերերը։ Դրանք համաշխարհային այդ թաքնված կառավարության անդամներն են։ Իրանք են աշխարհը կառավարում։ Ինչ որ հրաման տալիս են, իրանք էլ կատարում են։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Մենք կորցրինք Հայաստան պետությունը, քանի որ չկարողացանք մեր պետությունը խարսխել Արցախյան հաղթանակի գաղափարի վրա։ Դա Տեր-Պետրոսյանի մեծագույն բացթողումն էր։ Պետք էր կառուցել սոցիալական Հայաստան, որ պատերազմի մասնակիցների բարեկեցությունն ապահովվեր կամ գոնե նրանց վատապրելը հանրայնորեն եւ բարոյապես գնահատվեր։ Իսկ այսօր մենք ընդհանրապես կրկնօրինակում ենք ամերիկյան կապիտալիզմը, ընդ որում առանց սոցիալական ապահովության։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։